Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով Տեր, գալիս եմ ողորմությանդ գահիդ առաջ, ինձ համար, ամուսնուս համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, ազգակցականներիս համար, լսողների ու նրանց ընտանիքի անդամների համար, ամեն իրեն քրիստոնյա համարող մարդու համար, որ յուրաքանչյուրս անձնական հարաբերություն ունենանք քեզ հետ Տեր, այնպես խորությամբ ու մտերմիկ կերպով քեզ ճանաչենք, քո էությունը իմանանք, անձնական փորձով ապրենք քո սերը ու հավատարմությունը, քո պաշտպանությունը, քո ողորմությունը, քո հոգատարությունը, այնպես անսասան կերպով վստահենք քեզ, թե լավ, թե վատ ժամանակներում, որ մարգարեի պես կարողանանք ասել, թեկուզ թզենին չծաղկի, և որդատունկի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, ոչխարը կտրվի փարախից, և արջար չլինի գոմերում, սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ, Տեր Աստված իմ զորությունն է, իմ ոտքերը եղնիկների նման է անում, և ինձ իմ բարձր տեղերի վրա է քայլեցնում, Հիսուսի անունով աղոթում եմ Տեր, որ մեր հավատքը ու հավատարմությունը առ քեզ այսպիսին լինի, որ կախված չլինի մեր իրավիճակներից, վատի մեջ վախենանք, քեզ մոռանանք, լավի մեջ էլ հղպանանք ու նորից քեզ մոռանանք։ Խնդրում եմ Տեր, Սուրբ Հոգովդ զորացրու մեզ, պահի ու պաշտպանի մեզ հավատքի ամրության մեջ։ Ամեն։ Իսկ հիմա վերադառնանք Ելք գրքին, 14-րդ գլուխն է, Կարմիր ծովի շրջապատում են և եգիպտացիները շրջապատել են Իսրայելին, եկեք կարդանք, թե ինչ է տեղի ունենում։ Նախ հիշենք, ինչ Աստված ասաց Մովսեսին, երբ Մովսեսը հանգստացրեց ժողովրդին ու աղաղակեց Աստծուն։ Նախկին դասերը խնդրում եմ լսեք, որպեսզի ամեն ինչ տեղը տեղին լինի։ Տերն ասաց Մովսեսին. Ինչու ես ինձ աղաղակում, ասա Իսրայելի որդիներին, որ գնան։ Ժողովրդի առջև, ինչպես ասեցինք, Մովսեսը լի էր հավատքով ու համարձակությամբ, իսկ Աստծո առաջ նա հուսահատ աղոթքով աղաղակում էր։ Սա լավ է, քանի որ Մովսեսը պետք է վստահություն ցուցաբերեր ազգի առջև, թե չէ եթե ազգի առաջ ինքն էլ վախենար, այդ վախեցած մարդիկ արդեն լեղաճակ կլինեին։ Մենք պետք է ամուր լինենք մեր հավատքով մարդկանց առաջ, որպեսզի մեր հավատքով խրախուսենք նրանց թուլացած հավատքը զորացնենք, իսկ Աստծո առաջ պիտի գանք ու աղաղակենք։ Աստված ասում է. ինչու ես ինձ աղաղակում։ Երեք խոսեցինք այն մասին, որ կա աղոթելու ժամանակ և կա գործելու ժամանակ։ Իհարկե գործելու ժամանակ չի նշանակում, որ դու դադարում ես աղոթելուց, բայց կենտրոնացումը չի լինում աղոթքը, այլ գործ անելը աղոթքով։ Իրականում Աստծո կամքին հակառակ կարող է լինել, երբ մենք որոշակի իրավիճակներում քայլեր չենք անում կամ դադարեցնում ենք մի բան անելը ու միայն աղոթում ենք։ Սա գործողության ժամանակ էր, և Մովսեսը կարող էր աղոթել ճանապարհին, ու պիտի աղոթեր։ Գործողություն անելը չի նշանակում դադարեցնել աղոթելը։ Մեզ Աստծո իմաստությունն է պետք, որ մենք իմանանք երբ աղոթենք, երբ գործենք։ Ու կիսվեցի մի օրինակով, որ մեկնաբանն էր բերել։ Օրինակ ասենք քո կյանքում կա մի մեղք, որը դու շատ սիրում ես ու չես ուզում դրանից հրաժարվել ու ասում ես, դե կաղոթեմ Աստծուն։ Իսկ Աստված նման մարդուն ասում է. ինչու ես ինձ դիմում, աղոթում, դու կարիք ունես այդ մեղքից հրաժարվելու։ Սա ոչ թե աղոթելու հարց է, այլ մի բան, որի համար պիտի ապաշխարես, կտրես քո կյանքից ու պատերազմես դրա դեմ։ Ուրեմն դու կարող ես աղոթել, որ ապաշխարության հոգի տամ, որ զորություն տամ, որ պատերազմես այդ մեղքի դեմ, որպեսզի ասածս կիրառես։ Այսինքն պիտի քայլ անես և նաև աղոթես։ Եվ Աստված ասաց Մովսեսին. իսկ դու բարձրացրու գավազանդ, մեկնիր ձեռքդ ծովի վրա, ճեղքիր այն, և Իսրայելի որդիները ծովի միջով ցամաք կգնան ցամաքով։ Սրանք պարզ հրահանգներ էին, որոնք կապված էին հզոր հրաշքի հետ։ Եվ Աստված կարող էր սա անել առանց Մովսեսի,
բայց Մովսեսը կարիք ուներ, պիտի հայտնվեր այդ հրաշքի մեջ, որպեսզի նա հեղինակություն ունենար իսրայելցիների աչքում, որպեսզի իսրայելցիները տեսնեին, որ Աստված Մովսեսին ընտրել էր, որպեսզի իրենց ազատագրման գործիք, եւ որպեսզի նաեւ Մովսեսի հավատքը զորանար։ Դրա համար Աստված շատ հաճախ իր հրաշքները մարդկանց ձեռքով է անում, մարդկանց միջոցով։ Չնայած նա մեր կարիքը չունի, բայց անում է, որպեսզի մենք մասնակից լինենք իր հրաշքին, իր փառքին։ Իսկ հիմա տեսնում ենք Աստծո զորությունը, Աստծո հրաշքը, երբ Մովսեսը արեց այն, ինչ Աստված ասել էր։ Աստված կրակով չեսոքացնում է եգիպտական բանակը։ Կարդանք. Աստծո հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևից, ելավ ու գնաց նրանց ետևից, ամպիսյունն էլ ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում, եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղը եկավ, և ամպ ու խավար եղավ մի կողմի համար, բայց մյուս կողմի համար գիշերը լույս էր տալիս, և բանակները ամբողջ գիշեր չմոտեցան միմյանց։ Հիշում եք, Ելք գրքի 13-րդ գլխի 21-ից 22 խոսքերում կարդացինք. Տերը գնում էր Իսրայելի առջևից, ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր ցերեկ գնան։ Ցերեկը ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։ Ուրեմն հիմա Աստված ուղարկեց եւ հատուկ նշանակված հրեշտակին եւ օգտագործում էր արդեն արկա ամպիսյունը, որ հենց Աստծո ներկայությունն էր, որպես պատնեշ պաշտպանական Իսրայելի համար եւ հետապնդող եգիպտական բանակի միջև, որ բաժանի իրարից։ Աստված պաշտպանեց Իսրայելին եգիպտական հարձակումից, մինչև Կարմիր ծովով ճանապարհ բացվեց։ Իսկ կրակի սյունը լույս էր տալիս Իսրայելի ժողովրդին, երբ կատարյալ խավար էր եգիպտացիների համար։ Մենք հաճախ քիչ պատկերացում ունենք, թե որքան շատ բան է Աստված անում մեզ համար մեր անտեսանելի թշնամիներից պաշտպանելու համար, մեր անտեսանելի թշնամիների հարձակումներից մեզ ազատելու համար։ Մենք երբեմն զգում ենք, որ ճնշված ենք ներկայիս հոգևոր պայքարում, բայց գուցե չիմանանք, թե ինչ կլիներ, եթե Տերը հետ քաշեր իր պաշտպանությունը։ Դա իրական է, արթուն ենք, թե քնած։ Աստված մեզ պաշտպանում է շատ ավելիից, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ամպիսյունն էլ ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում, եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղը եկավ։ Եգիպտացիները չգիտեին դա, բայց նույն սյունը, որը կանխում էր Իսրայելի հետապնդումը, պաշտպանում էր նաև հենց իրենց, եգիպտացիների կյանքը, գոնե որոշ ժամանակով։ Եթե նրանք հնազանդվեին Տիրոջը, թափ տային իրենց փեշից գոռոզությունը, վրեժխնդրությունը, վենդետան, Իսրայելին ստրկացնելու, Իսրայելին ոչնչացնելու տենչը, իրենք էլ կփրկվեին։ Իրենք էլ Կարմիր ծովում Աստծո դատաստանը չէին կրի։ Որտև Աստված իր ներկայությամբ փակել էր եգիպտացիների ճանապարհը, որպեսզի դրդեր նրանց խուսափեին սխալ ընտրությունից, որպեսզի խուսափեին իրենց առաջիկա ամբողջական կործանումից։ Բայց Աստծո առաջ ապստամբ հոգին ավելի ապստամբ է դառնում սատանայի օգնությամբ նաև, որտեղ նրա միտքը մթագնում է։ Եթե իսրայելցիների միտքը վախն էր մթագնել, եգիպտացիների միտքը մթագնել էր կատաղությունը, մեծամտությունը, անհավատությունը, հեթանոս չաստվածները, դիվային ցասումն ու ատելությունը, ուրիշ ազգին ստրկացնելու միտումը։ Եվ ամպ ու խավար եղավ մի կողմի համար, բայց մյուս կողմի համար գիշերը լույս էր տալիս, և բանակներն ամբողջ գիշեր չմոտեցան միմյանց։ Ամպի սյունը խավարի աղբյուր էր եգիպտացիների համար, բայց լույսի աղբյուր Իսրայելի համար։ Սա վառ պատկեր է այն մասին, թե ինչպես կարող է Աստծո փառքը կամ Աստծո գործը կամ Աստծո խոսքը մեկ մարդու համար լուսավոր լինել, բայց մյուսի համար խավար թվալ։ Հասկանում ենք Աստծո փառքի երկակի, երկկողմանի բնույթը փրկության և դատաստանի մեջ, որի մասին այդքան հաճախ է խոսվում Սուրբ գրքում, չէր կարող ավելի լավ պատկերավոր պատկերվել, քան
այստեղ։ Մեղավորների համար եւ Աստծո խոսքը, եւ Հիսուսը, եւ բարի լուրը մութ են, անընդունելի են։ Տեսեք ինչ է Աստվածաշունչը ասում այդ մասին։ Առաջին Կորինթացիներ նամակի առաջին գլխի 18-ում Պողոս առաքյալն ասում է. «Քանզի խաչի քարոզը կորուսյանների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է»։ Շատերի համար, այո, խաչյալ Հիսուս Քրիստոսը հիմարություն է, իսկ փրկվողների համար Աստծո զորությունը։ Կարմիր ծովի ջրերը բաժանվում են, եւ Իսրայելի որդիները անվտանգ անցնում են Չոր գետնի վրայով։ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը եւ ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։ Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին։ Ջրերը նրանց աջ եւ ձախ կողմերից պարիսպ դարձան։ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տարատեսակներ կարծիք կան, թե սա Կարմիր ծովի որ մասում է եղել։ Ոչ ոք ճշգրիտ կերպով դեռ չգիտի։ Սրանք կարծիքներ են, որոնց վրա չէի ցանկանա կենտրոնանալ, որովհետև կարևոր չէ, որ մասում է եղել, այլ կարևոր է, որ Մովսեսը ենթարկվեց ու ձեռքը մեկնեց Կարմիր ծովի վրա ու տեղի ունեցավ Աստծո զորությամբ իր ժողովրդի փրկությունը։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը եւ ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։ Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին։ Ոմանք կարծում են, որ սա պարզապես հին լեգենդ է եւ իրականում տեղի չի ունեցել։ Սակայն ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ այն իրապես եղել է։ Օրինակ, ըստ Los Angeles Times-ի Թոմաս Մոուի 1992 թվականի մարտի 14-ի հոդվածի, այս հետազոտությունը հաստատում է Կարմիր ծովի բաժանման մասին աստվածաշնչյան պատմությունը։ Բարդ համակարգչային հաշվարկները ցույց են տալիս, որ Կարմիր ծովի աստվածաշնչյան բաժանումը, որը ինչպես ասվում է թույլ է տվել Մովսեսին եւ իսրայելցիներին փախչել Եգիպտոսի գերությունից, կարող էր տեղի ունենալ ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում։ Կարմիր ծովի հյուսիսային ծայրի յուրահատուկ աշխարհագրության պատճառով հետազոտողները հայտնում են, որ մոտ 10 ժամ անընդհատ փչող, անգամ չափավոր քամին կարող էր ծովին հետ բրդել մոտ 1 մղոն եւ ջրի մակարդակը 10 ոտնաչափով իջեցնել, թողնելով 4 ցամաք այն տարածքում, որտեղ շատ աստվածահատվածներ կարծում են, որ տեղի է ունեցել Կարմիր ծովի ջրերի հատումը։ Կարևոր է նշել, որ այս հետազոտությունը չի ապացուցում, որ Կարմիր ծովի անցումը տեղի է ունեցել հետազոտության մեջ ենթադրվող որևէ կոնկրետ վայրում, այլ հաստատում է այն, որ Աստված կարող էր օգտագործել այն ջրերը բաժանելու համար, որ Իսրայելին եգիպտական գերությունից ազատի եւ նրանցից փախնելու հնարավորություն տա։ Անկամ եթե Աստված օգտագործել է բնական երևույթը, դա միևնույնն է մեծ հրաշք էր, որովհետև բնությունը Աստված է արարել ու իրեն է ենթարկվում։ Սա հրաշք է եւ ոչ թե հեքիաթ։ Կամ էլ մի սովորական բնական երևույթ։ Ջրերը նրանց աջ եւ ձախ կողմերից պարիսպ դարձան։ Սաղմոս 77-ի 16-ից 20 խոսքերը ավելի մանրամասն նկարագրում է Կարմիր ծովով անցման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը։ Այնտեղ բանաստեղծորեն նկարագրվում է, թե ինչպես անձրև տեղաց, որոտաց եւ կայծակ խփեց Կարմիր ծովով անցման ժամանակ։ Կարդանք այդ մասը Սաղմոսի։ Ջրերը տեսան քեզ, ով Աստված, ջրերը տեսան քեզ ու դողացին, եւ անդունդները սարսափեցին։ Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին, եւ քո նետերը գնացին, կայծակները։ Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր, փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց եւ դողաց։ Քո ճանապարհը ծովի մեջ էր, եւ քո շավիղները հորդառատ ջրերի մեջ, եւ քո հետքերը չհայտնվեցին։ Քո ժողովրդին առաջնորդեցիր ոչխարի հոտի նման, Մովսեսի եւ Ահարոնի ձեռքով։ Ինչ գեղեցիկ նկարագրում։ Ջրերը տեսան Աստծուն,
և ենթարկվեցին։ Երկինքը անձրև տվեց, ենթարկվելով Աստծուն։ Ամպրոպը, որոտը ենթարկվեց Աստծուն։ Եվ ջրերը բացվեցին, որպեսզի Աստված իր ժողովրդին ոչխարների հոտի պես Մովսեսի ու Ահարոնի առաջնորդությամբ դուրս բերի Եգիպտոսի բանակի ձեռքից և պատրաստի Եգիպտոսի զորավոր բանակի ու փարավոնի գերեզմանը։ Վաղը կշարունակենք ու կտեսնենք, թե ինչպես է եգիպտական բանակը ամբողջությամբ պարտվում ու Աստծո ժողովուրդը փրկվում, քանի որ Աստված հավատարիմ է, զորավոր ու իր ասածի Տերը։ Երբեք որևէ մեկը, ով հակառակվել է Աստծուն, հաղթանակած դուրս չի եկել։ Նրանք գուցե դժոխքում են և հիմա մեզ չեն կարող վկայել, բայց այն, որ չեն կարող վկայել, չի նշանակում, որ հաղթանակել են։ Ոչ ոք երբևէ չի կարող Աստծու դեմ դուրս գալ ու պարտված չլինել։ Կարդացեք Աստվածաշունչը, կարդացեք Աստծո խոսքը, որպեսզի հասկանաք ինչ է ապստամբությունը, ինչպես ենք մենք ապստամբում և ինչ է անում Աստված ապստամբների հետ։ Աստված վաղ կկարդանք, որ Աստված խռովություն է պատճառում եգիպտական բանակին և նրանք խեղդվում են, գեթ մեկն էլ չի փրկվում։ Եվ այս ամենը այն պատճառով, որ ընտրեցին Աստծուն հակառակվել, ընտրեցին ատել, ընտրեցին վրեժխնդիր լինել, ընտրեցին մեկ ուրիշին ստրկացնել, ընտրեցին չհամաձայնել, որ Իսրայելը Աստծո ժողովուրդն էր և ընտրեցին իրենց կամքին հետևել, իրենց չաստվածներին վստահել, քան թե միակ ճշմարիտ Եհովա Աստծուն։ Այսքանը այսօր ես ուզում եմ ձեզ օրհնել և ինձ, մեր սերունդները, մեր երկիրը, մեր գործերը Հիսուս Քրիստոսի անունով։ Ես ուզում եմ խնդրել, որ Տերը մեր սրտերը փոխի, մեզ ներ հոգի ու նոր սիրտ տա, քարե սրտերը վերցնի ու մսեղեն սիրտ տա։ Տերն իր ցանկությունները դրնի մեր սրտում։ Տերն ազատագրի մեր կամքը, որպեսզի մեր ազատ կամքով մեր կամքը հնազանդեցնենք Աստծո կամքին, որպեսզի Տերը բացի մեր ցանկությունը Աստվածաշունչ կարդալու և Աստծո խոսքը մեր կյանքերում կիրառելու, այդպես ապրելու, որ ցանկություն դնի իրար ներելու, իրար սիրելու, ցանկություն դնի իրար օրհնելու և օրհնություն դնի մեր բերանով, ցանկություն դնի մեղքի դեմ պատերազմելու, որպեսզի մեղքը չսիրենք, և ամենակարևորը ապաշխարության նվեր տա մեզ, որպեսզի ապաշխարենք և Հիսուս Քրիստոսին մեզ Տեր ու Փրկիչ հռչակենք, ոչ թե բառերով, այլ իրականում, թույլ տալով, որ նա մեզ առաջնորդի իր իմաստությամբ, իր զորությամբ, իր ամենակարողությամբ, ու մենք խոնարհությամբ հետևենք նրան։ Այսքան այսօր։ Ամեն։